Փետրվարի 2-ին Facebook-ում Ինեկոբանկի գովազ տեսնելով մտել եմ Ինեկոբանկի կայք, մտածելով որ Ինեկոբանկի կայքն է, անցել եմ հղումով, փորձել եմ մուտք գործել իմ on-line համակարգը, այնտեղ գաղտնաբառ եմ մուտք արել, որպեսզի կարողանամ մուտք գործել ու պարզվել է, որ դա եղել է կեղծ կայք։ Ստացել եմ SMS-ներ հաստատման, որ իբր ես եմ մուտք գործում ու տեսնելով որ հաշվի շարժ կա, միանգամից կապնվել եմ բանկի հետ։ Պարզվել է, որ իմ անունով ձևակերպել է վարկ 5.918.000-ի եւ որից արդեն հասցրել էին Binance.com-ի միջոցով 1.900.000-ի ելքեր կատարել։ Ինեկոբանկը փաստորեն նույնիսկ երբ որ մուտք է եղել այլ սարքից, ոչ մի կրկնակի ստուգում, անհատական ստուգում, նույնականացում հաճախորդի հետ չի կատարել։ Մեկն ուրիշ սարքից մուտք լինելու դեպքում թույլ է տվել, որ իմ անունով ձևակերպվի մեծ գումարի վարկ, համարյա 6 միլիոն։ Այն դեպքում որ իրականում չեմ ունեցել վարկային պատմություն, երբեք վարկ չեմ վերցրել, աշխատավարձս 109.000 է եւ նույնիսկ միանգամից 3 անգամից են կարողացել գումարները ելքանել, որ ես գիտեմ, որ շատ բանկեր 3 ելքից հետո ավտոմատ կանգնացնում են գործարքը։ Դիմել են ոստիկանություն, ինձ ճանաչել են տուժող, դիմել են կենտրոնական բանկին, դիմել են ֆինանսական հաշտարարին, բոլոր ատյաններին դիմել ենք, սակայն մինչև հիմա դեռ դրական լուծում չունենք։ Բանկը հրաժարվել է վարկը չեղել համարել։ Ինձ QR կոդ են ուղարկում MoneyGram-ի համակարգով փոխանցում գումարի եւ տեսնում եմ, որ ուղղակի ծանոթություն չեմ ստանում քարտից վրա, որից հետո գնում եմ Evoca-Bank, հենց գլխամաս, դիմում եմ օպերատորին, օպերատորը ուղղակի ասում է, ներկայացնում եմ QR կոդը եւ անձնագիրս, որպեսզի եթե քարտով չեմ կարողացել ստանալ տվյալ գումարը, այլ բանկից կարողանամ ստանալ։ Աշխատակցուհին ինձ ասեց, որ QR կոդի հետ միասին պետք է ես ունենայի 8-անիշ ինչ որ կոդ, թվեր, որով արդեն բանկը կարող էր վճարել ինձ տվյալ գումարը։ Ուղղակի ինձ ուղղորդում է կոնսուլտանտին եւ մոտենում եմ կոնսուլտանտին, ասում եմ, որ այս անձնագիրն է, այս իմ հեռախոսն է, դա QR կոդն է, փոխանցումը չեմ ստացել ես քարտից վրա, եթե կարող են օգնել, աշխատակցուհին այդտեղից արդեն ամեն ինչ սկսվում է, աշխատակցուհին վերցնում է հեռախոսս ու շատ երկար ժամանակ, թե ինչ է անում, ես տեղյակ չեմ, իմ հետ դա չի քննարկել, ինձանից համաձայնություն չի ստացել, ոչ էլ տեղեկացրել է, թե ինչ գործողություններ է անում հեռախոսովս։ Ահագին ժամանակ հետո քիչ ամնում շնորհավոր էի ասի, որ իմ վարկը հաստատված է, ասում եմ, ինչ վարկի մասին է խոսքը, եթե ես հստակ գումարի փոխանցման համար եմ այստեղ գտնվում։ Ասում է դե այսօր չեք դիմել, աշխատակիցն ասում, այսօր դուք չեք դիմել վարկի համար, ասում իհարկե ոչ չեմ դիմել եւ ես տեղ միայն փոխանցում ստանալու համար եմ։ Ասում է դե ուրեմն դուք դիմել եք ու ձեր վարկը հաստատվել է, շնորհավոր։ Եվս մի քանի րոպե անց ես մինչև ուղղակի ուզեմ հասկանամ, կարող է պատահի ես իրոք ինչ որ փոխանցման եմ սպասում, որովհետեւ ասում է 800.000 դրամը նստած է ձեր քարտի։ Լավ։ Ու ես այլի փորձում եմ մտաբերեմ նման բան կա թե չէ, ասում եմ գիտեք 495.000-ը այս քարտին է փոխանցվել, դուք փոխանցել եք, ասում եմ իսկ ես ոնց կարող եմ փոխանցել, եթե տևական երկար ժամանակ իմ հեռախոսը գտնվում է ձեր ձեռքում, իսկ թե դուք ինչ եք անում, ես անգամ տեղյակ չեմ ու դուք չեք կիսվում ոչ մի բանի հետ, հա։ Ասում է դե հեսա, տեսեք, այս քարտն է, քանի որ իմ հեռախոսի բոլոր այդ բենքինգ եւ այլն ամեն ինչը բաց, տենց փոխանցել է աշխատակցին։ Ասում է դե հա հեսա, տեսեք, որ գումարը փոխանցվել է։ Ինչևից է, ես շատ ջղայնանում եմ ու այդ պահին աշխատակիցը ասում է, ես կարծում եմ սա մաշենիկություն է եւ այլ, ասում դե մի բան արեք, ինչքան կարող եք դուք ուղղակի սենց կանգնեք, մի բան արեք, սառեցրեք, կանգնեցրեք, չգիտեմ, քարտս փակեք։ Այդքանի փոխարեն, որ շատ արագ մի կես մետրի վրա մյուս օպերատորն են, աշխատակիցը ուղղակի կարող է շատ անհետաձգելի այս իրավիճակում քարտս կամ տվյալներս տրամադրի, որ բանկի մյուս աշխատակցուհին սառեցնի կամ կանգնեցնի process-ը ինչ որ ձևով, ինքը ուղղակի եւս մի կտրոն է հանում ու ասում է հեսա ձեր ժամանակը կգա, սպասեք օպերատորը ձեզ կկանչի եւ կմոտենաք։
Ես իմ համառության երևի շնորհիվ գնացի սենց շուտ նստեցի այդտեղ, ասում եմ արագ արեք մի բան արեք, ես չգիտեմ, ես չեմ կարող ձեզ ասեմ ինչ դուք եք մասնագետները եւ դուք ինչ որ գործողություն պետք է անեք, որ գոնե հասկանանք ստոպ տանք այդ 300-5,000-ի ճակատագիրը։ Շատ իհարկե դա իրանց դուր չեկավ, որ ես երևի դետեց քնքշանքով չշփվեցի իրանց հետ, բայց այդ իրավիճակում մի քանի ժամ այդ ստրեսային շոկային վիճակում էլ ինչ կիրթ խոսել նման իրավիճակում հանգիստ գոնե լավ այդ 300-5,000-ը փրկվեց երկար իրանց բանակցություններից հետո որ դիմեք ոստիկանություն ասեմ ինչ ոստիկանություն եթե ձեր մեղավորությամբ հիմա այս իրավիճակում եմ հայտնվել հա վարկը ձևակերպված է ու այդ գումարը արդեն ես պարտավորված եմ այս բանկի առաջ ասում ուրեմն կամ դուք եք մեղավոր հիմա այդ հարցի լուծում եք չգիտեմ ոնց Ձեր բոլորը ձեր միջոցները հավաքում եք, այդ գումարը հիմա մարում եք եւ ինձ պաշտոնապես թուղթ եք տալիս, որ ես որևէ պարտավորվածություն չունեմ Էվոկաբանկի նկատմամբ։ Բնականաբար ասեցի, չէ, մաքսիմում կարող եմ ես դիմում գրել, թողել բանկում։ Բարի։ Գրեցի դիմում, բնականաբար ոստիկանությունը հազանգեցինք, իրավիճակը ամբողջությամբ ներկայացրեցինք, մեկ օր անց քննիչի մոտ հանդիպեցինք եւ հենց այդտեղ խոսքի մեջ պարզվում է, որ վարկը չէր կարող on-line ձևակերպվել, եթե միանգամյա կոդեր չի եղել։ Այսինքն, եթե ես չեմ տրամադրել քարտից հետևի 3 թիվը, դրան փոխարեն գոնե պետք է մեկ անգամյա օգտագործման կոդեր լիներ Դե ես հենց այդ պահին արդեն հասկացա թե ինչ էր այն ժամանակ աշխատակցային ասում որ ժամանակը լրացավ չհասցրեց ինչ որ բաներ անել ես հենց այդ պահին քննիչի ներկայությամբ բացում եմ հեռախոսը ու առանձին հատվածում SMS-ները տեսնում եմ որ փաստորեն մի քանի SMS-ներ ա եկել ու դա ի ապացույց նրան որ ժամանակով կարող ենք տեսնել եւ կամերաների ձայնագրությունները բանկի եւ այդ SMS-ները, որ հստակ աշխատակցի ձեռքը եղած ժամանակահատվածում այդ միանգամյա կոդերը ձևակերպվել է ամբողջությամբ աջակցել է աշխատակիցը բանկի եւ ես դրանից ընդհանրապես տեղյակ չեմ ու իմ համաձայնությունը չի եղել այդ։ Մենք ունենք NPC դիմումներ քաղաքացիների կողմից, որտեղ ընդգծվում է նաև կամ առնվազն կասկածի տեղիք է տալիս բանկի վարկագիծը, հա։ Մենք ունենք կասկածներ, որ կարող է եւ բանկերի կողմից են տրվել քաղաքացիների անձնական տվյալները, եւ ես կարող եմ օրինակներ բերել, որ քաղաքացիները որևէ դեպքում իրենց անձնական տվյալները չեն էլ հավաքել, պարզապես SMS են ստացել, որ ձեր բանկը հաստատվեց։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքացի չի կարող պարզապես պաշտպանված լինել, եւ սա նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքացի վտանգի, պոտենցիալ վտանգի մեջ է։ Ցանկացած քաղաքացի կարող է եւ հանկարծակի SMS ստանալ, որ իր վարկը հաստատվել է։ Իսկ այդ վարկերը սկսվում են 1 միլիոն դրամից Եվ ավելի մենք ունենք դեպքեր, որ մեզ դիմել է քաղաքացին, որ իրենից ուղղակի գողացել են 20 միլիոն դրամ։ Երբ հասկացա, որ զեղծարարության զոհ եմ թակարդում եմ, օրը դեկտեմբերի 1-ը անմիջապես զանգահարեցի ID Bank, որևէ օպերատոր չէր պատասխանում կատեգորիկ, 1 ժամ անց չարչարվելուց հետո պատասխանեց աշխատակցուհին, ասաց, որ իրենց տիրույթում չէ, Իդրամի միջոցով է արված զեղծարարությունը, սկզբում 545,000։ Զանգահարեցի Իդրամ, փորձելով կասեցնել բոլոր հաշիվները եւ քարտը։ Ասացի, խնդրում եմ շատ արագ սառեցրեք։ Արդյունքում աղջիկը չէր սառեցրել։ Հաջորդ օրը առավոտյան 9:15 երբ պետք է Արաբկիր մասնաճյուղի ID բանկը բացվեր, ես արդեն անձնագրով այնտեղ էի, որպեսզի կենթանի շփում ունենամ կառավարչի հետ։ Ինձ արգելեցին, որովհետև էմոցիոնալ ֆոնս շատ բարձր էր, ես զոհ էի արդեն եւ եկել էի ասելու մոտեցավ աշխատակցուհին եւ տիկին Եվգենիա ներողություն ենք խնդրում, երկրորդ վարկն է հաստատվել։ Այդ Իդրամը ձեր հաշիվները չի սառեցրել իրականում։ Դուք քնել եք կարտնացել եք եւս 5 միլիոն դրամ ձեր անունով on-line վարկ շատ բարձր տոկոսադրույքով։ 4-րդ ամիսն է արդեն, 4-րդ ամիսն է հաշտարանի գրասենյակը ձեռքերը լվացել է ամբողջությամբ, չի կանգնում խաբված քաղաքացիների կողքին եւ ինձ մոտ սկսվել է տերոր։
եւ էլեկտրոնային փոստին եւ անձնական ձեռքիս համարին ներկայանում են Արաբկիր մասնաճյուղից անչափահաս աղջիկներ են ID բանկի ID բանկից, այո։ Սպառնում են, որ խելոք ես կմուծես, հունվարը ոնց ես մուծել, ամեն ամիս 21500 դրամը տար մուծի, եթե չէ նոտարով տունը ձեռիցդ կտանենք։ Ես խնամքիս ունեմ 13 տարեկան անչափահաս երեխա, երրորդ անգամ է արդեն ինձ մոտ ուշագնացություն է, ամանորի տոները դիմավորել եմ կաթիլայինների ազդեցության տակ, ուստի հորդորում եմ կասեցնել ID բանկի եւ Իդրամի հանցավոր գործունեությունը, որևէ մեկը ապահովագրված չեք։ Ես ուղղակի արդեն համոզված եմ, որ եթե ես միակը չեմ, ես արդեն հասկացա, որ այդ քանակը սարսափելի մեծ քանակների է հասնում, մարդկանց վարկերը բավական շատ ավելի լուրջ թվերի մասին է խոսքը գնում, միանշանակ, եթե կենտրոնական բանկը ինքը որպես հսկող օրգան, ինքը կարող էր այդ ամեն ինչը կասեցնել արդեն շատ ավելի վաղուց, դա չի արվում։ Սա ուղղակի աբսուրդի ժանրից է, որ կարող է պատահի այս քանակությամբ on-line վարկեր ձևակերպվի, դա մի կարծիք կարա լինի, դրան տարբեր կարծիքներ չի կարող լինել, որ ձեռնտու է դա չհսկել։ Ոստիկանությունը ուրեմն քննիչը դեռ արդեն մի ամիս անց ես նորից կապի եմ դուրս գալիս, քննիչը անգամ ձայնագրությունները չէր պահանջել Էվոկաբանկից, մի քանի իմ զանգերից հետո ինձ պատասխանն է տալիս, թե շատ զբաղված է ու չի կարող, ասում եմ, չէ, որ իմը շատ բացառիկ դեպք է։ Ես ուղղակի լինկով կամ իրոք իմ տվյալները սխալմամբ չիմացության հետևանքում չիմացության պատճառով չեմ լրացրել, դա բացարձակ իմ խնդիրը չի, ես մեղավոր չեմ, անտեղյակ եմ, ուղղակի բանկի աշխատողն է ձևակերպել, ես ասում եմ, ես դրան ժամանակը չունեմ, ասում եմ, միգուցե ես փաստաբաններս արդեն կցեմ այս process-ին, որ գոնե ես արդեն որիորդ ամիսն է տոկոսը, իմաստը որն է չգիտեմ։ Իսկ ինչի եք մտցում։ Իսկ ինչ անեմ, վարկային պատմությունս ծեր ցուցակում հայտնվեմ ու շատ տարբեր խնդիրներ ունենամ, ոնց կլինի։ Այսինքն ինչքան կարելի է սպասի քաղաքացին տեղում գնում է դիմում է ոստիկանություն, տեղում նախաձեռնում է քրեական գործը, բայց ամիսներ շարունակ մենք դեպքեր ունենք, որ տարիներ շարունակ լուծում չի ստանում այս գործը եւ բանկը օգտագործելով իր գերակա դիրքը ճնշումների միջոցով կարողանում է բռնագանձում իրականացնել կամ քաղաքացիները հայտնվում են այսպես կոչված սև ցուցակներում, քաղաքացիները չեն ցանկանում իրենց վարկային պատմությունները սևացնել, որովհետև մենք շատ քաղաքացիներ ունենք, որ ասենք օրինակ հիպոթեկով տուն ա վերցրել ու ունի նաև այլ վարկային պարտավորություններ ու այս քաղաքացու համար խնդիր է դեպքեր կա որ այս քաղաքացին նպատակահարմար է գտնում այդ 2 միլիոնը ուրիշի գողացած գումարը բանկից վերադարձնի որ ինքը չհայտնվի պարզապես սև ցուցակներում եւ սրանք ճնշումներ են այո ես պնդում եմ բանկի կողմից ճնշումներ են եւ սրա դեմը չի առնում պետական մարմինը Հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպությունն եմ ես ներկայացնում իրավապաշտպան Մհեր Գարագոզյանն է մեր հասարակական կազմակերպությունը այս ուղղությամբ մեկ շաբաթ առաջ արդեն իսկ ուներ 200 եւ ավելի դիմումներ հիմա կարծում եմ մեր դիմումների քանակը արդեն անցնում է նույնիսկ 300-ի սանդղակը պարզապես մտահոգված եմ նաեւ նրանով որ այստեղ բանկերը եւ տարբեր մարմիններ ջանք չեն խնայում, խնդիրը ներկայացնել այլ ռակուրսից նրանք անդադ իրենց ասուլիսներում, իրենց հարցազրույցներում, իրենց գովազդներում ներկայացնում են, որ կա այստեղ քաղաքացիների մեղքը, որովհետև քաղաքացիներն են ինչ-որ անձնական տվյալներ հավաքել կամ հավաքել են եւ բազմաթիվ դեպքերում չեն հավաքել, բայց ասեմ, որ քաղաքացիներ են, ովքեր անձնական տվյալներ են հավաքել, ուղղակի հայտնվել են ծուղակում եւ խախտվել է նրանց իրավունքները, այսինքն պետքա վերականգնվի։ Հարգելի քաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ, ես չեմ կարող հորդորել, որ դուք զգույշ մնաք կամ զգուշանաք, որովհետեւ այդտեղ չկա ձեր ֆակտորը պարզապես, դուք այսպես չեք կարող ինքնուրույն պաշտպանվել Պարզապես ինձ մնում է կոչ անել ձեր հաշիվները փակել բանկերում